Փարիգո սիրելի հերոստատիտորներ ըստ երևույթին այնքան իրերը իրար գահաճորթեն հարավային Կովկասի մեջ եւ արևելյան Եվրոպայի մեջ, որը կընդգրկե նաեւ Ռուսաստանի մեկ կարևոր հատվածը, այսօր այսպես կոչված ռուսական դաշնությունը կթիմակալե այնպիսի ցնցումներ, որ երբեք պետք չէ զարմանանք, եթե հաջորդ մի քանի օրերու ընթացքին համադարած դառնա այն գարձիկը, որ ոչ միայն Պուտինի օրերը հաշվված են, այլ նաև ռուսական դաշնության, այսպես կոչված ռուսական դաշնության օրերը հաշվված են, որովհետև մենք անոնք ովքեր մոտ են գեդևին իրազեկված են, թե ինչպիսի վնասներու, հսկայական վնասներու, մարդկային գորուստներու, զին տեխնիկայի գորուստներու գենթարկվի Ռուսաստանը հանցինս շատ համար գերբով բայկար դանող Ուկրաինայի։ Եվ ըստ երևույթին ոչ միայն Պուտինի օրերը հաշված են, այլ նաև Պուտինի ռսաստրուկները Հայաստանի Հանրապետություններ Սինգերոտ Շարասյան եւ պետք է ասել, որ Հայաստանյաց արաքելական եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության ռուսական բռնազավթման ավարտին համար օրերը նույնպես հաշված են։ Ուրեմն շատ իրավացի էր արժանապատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հստակ կերպով ասավ Հայաստանյաց արաքելական եկեղեցին կաթողիկոս չունի։ Եվ ըստ երևույթին Հայաստանյաց արաքելական եկեղեցին նույնպես ժողովական այդ հանձնախումբը գրոնա ասենք բարձրաստիճան այդ գրոնական ժողովը, որ մենք կխորենք, որ Հայաստանյաց արաքելական եկեղեցին ներս գոյություն ունի եւ ունեցած է անցնող 25 տարիներու ընթացքին, պետք է ասել, որ նույնպես գոյություն չունի, որովհետեւ բարձ հստակ փաստեր կան, բիդարաչարգեն, որ այդ մասին խոսի իր միտքը արտահայտե եւ բարձապանե մեր գիտակցության համար հայտնի հրապարակախոս բարոն Ոսկան Մխիթարյանը։ Պարոն Չապարյան, մեր ժողովրդին վստահ եմ, որ մեր ժողովուրդը գիտի արդեն, որ ավարտած է քերակույն հոգևոր խորհրդի ժողովը։ Նախ այստեղ փագակիզմը ուզեմ փանալ սիրելիներ, որովհետեւ բոլորիդ հստակ է լա։ Ինչ կնշանակե քերակույն հոգևոր խորհուրդ։ Քերակույն հոգևոր խորհուրդը գնդրվի ասկային եկեղեցական ընդհանուր ժողովին կողմէ։ Այդ ժողովը, որ այս օրերուն գումարվեցավ, իսկական օրինական ժողով կարելի չէ նկատել, որովհետև վերջին 25 տարիներու ընթացքին ասկային եկեղեցական ժողով չէ դեղի ունեցած եւ մինչ այդ սակայն առնվազն 10 անգամ քերակույն հոգևոր խորհրդի անդամները փոփոխված են ըստ գամս։ Այլ խոսքով քարեկին գաթողիկոս ըստ ալինյան ոճով խմպակ մգան է, նոր խմպակ մգպեր է։ Հետևաբար այն հրաբարակումը, որ կատարվեցավ այս ժողովի ավարտին, եթե կարելի է ժողով գոչել, ինչպես ասի օրինական չէ, հետևյալ նախատրյալներ ունի, որոնց մասին կուզեմ ցեզի հաղորդել եւ շատ հստակ լա բոլորիդ։ Նախ իրենց օրագարկի նյութ դարձած է, որ իշխանությունը եկեղեցին գահալած է։ Բացարձակապես գեղձիկ է այս հայտարարությունը, որովհետև այն ինչ որ գբադահի ֆարսասիջան եկեղեցականներում, որոնք շահագործած են իրենց աթոռները, իրենց սքեմը, իրենց վեղարը եւ մտած են այնպիսի գործերու մեջ, որոնք գարադավոր են եկեղեցվո վարգը, եկեղեցվո փայլքը, նույն ժամանակ գարադավոր են հայ եկեղեցականին արժանապատվությունը։ Հետևաբար կարելի չէ ասել, որ ներկա իշխանությունը
եկեղեցին գահալած է։ Ոչ սիրելիներ, օրինակները բոլոր դալ գիտեք, թե ինչու Փակրած Սրբազան փանդի մեջ այսօր, ջաղերու յեդին է, գամ Միքայել arczepiskopos, գամ Քարեքին Գաթողոսի քրոջ որդին Մագրվիչ եպիսկոպոս։ Այս բոլորնալ հանտկնեցան ելնելով իրենց քաղաքացիության իրավունքեն այնպիսի գոչեր ուղեցին իշխանության ի վերջո փորձելով դաբալել ժողովրդի գողմե ընդրված իշխանությունը եւ այս բոլորին քիդակ լալով այսօր քերակույն հոգևոր խորհուրդ ըսված ժողովը գահայդարարե որ խոսքի ազատություն չկա երկրի մեջ գրնակ երևակայել գխոսի եկեղեցական այս խորհուրդը գխոսի խոսքի ազատության մասին երբ Քարեքին Գաթողոս ոչ մեկ ցավով իրավունք տված է իր փոքրավորներուն որ խոսին միտք արդահայտեն բոլոր անոնք որոնք արդահայտած են սիրելիներ արդեն գարկազրկված են բոլոր դալ գիտեք բազմիցս ասած են 140-ը ավելի եկեղեցականներ հերացված են որովհետև հավատացած են խոսքի ազատության եւ արդահայտած են իրենց միտքը բայց որովհետև չհամընկնիր Քարեքին Գաթողոսի բռնադիրական ռեժիմին հետ արդակցված են ուրիշ հետաքրքրական երևույթ միևս կա անցնելի առաջ հաջորդին այս ժողովը քերակույն հոգևոր խորհուրդ ժողովին պետք է նախակահեին նվիրաբեդական երկու աթոռներու բادرյարկները Նուրհան բادرյարկ եւ Սահակ բادرյարկ օրենքով համա նախակահներն են համա ադենաբետներն են այս ժողովին բայց չկան շատ հետաքրքրական է նամանավանդ Նուրհան arczepiskopos եթե գիշեք թարմացնեմ ձեր հիշողությունը դարիներ առաջ Քարեքին Գաթողոս Փարիզի Շարլ դե Գոլ ուրեմն օտագայանի մեջ այդ օրերու առաջնորդ Նորվան arczepiskopos Զաքարյանին խայդարագած էր որովհետև չեր պաշտպանած քրեական հանցանքով թատաբարդված քահանան ներգայիս չխոսենք այդ քահանայի մասին բայց հարցը սկզբունքային է այդ օրերուն Նուրհան arczepiskopos ոգևորված այս մտնոլորդեն եւ մդիգնելով իր ներքին գանչին եւ գոչին թադաբարդեց այնից որ Քարեքին Գաթողոսերով եւ նույնիսկ քաչություն ունեցավ Քարեքին Գաթողոսին ասելու որ լավ գլավոր թուք վեապար այսուհետև թուք ասես գարկազուտ հրճագեք բայց հետաքրքրական ինչու այս նյութը բերի ճիշտ է չնախակայեցին այս ժողովին բայց այս արիտով բոլորից համար զարմանալի է Նուրհան arczepiskopos Երուսաղեմի բادرյակին է ագնարկությունս իր զորակցությունը գայտնե Քարեքին Գաթողոսին գարելի է հավատալ սիրելիներ գարելի արդյոք որ չմտածենք թե այս բոլորին յետին ինչ կա մեկը որ Քարեքին Գաթողոսին ասած է որ լավ գլավոր ինքսինգդ գարկազուրկ հրճագես որբեսի եկեղեցին փրկես այսօր իր զորակցությունը գահիտնե մեր մտքի մեջ ամիջապես հարց կզակի գրնալալ որ Նուրհան բادرյարկ գփնդրե մեկը որ իրեն զորավիկ կանգնի բոլոր այդ գալվածային սխալ արարքներուն համար որ այդ սորդագավին գշարնագի թադարաններս իր մեղքը ծածկելու համար այսօր բացահայտորեն իր զորակցությունը գայտնե Քարեքին Գաթողոսին հիմա գրնակ երևակայել սիրելիներ թե այս ինչ հեղուկ նգարակիր է որ մեկ օրեր մյուսը գրնա
փոխվիլ քետնարյուծի նման։ Նույն ադեն հասարիտով գուզեմ հիշել Արամ Գաթողոսը։ Եթե գիշեք Նիկոլ Փաշինյան եւ որ նոր վարչապետ ընտրվեցավ, Լիբանան այցելեց։ Այցելել է այդ Լիբանան անշուշտ բարդական էր նաեւ զանոթանալ Արամ Գաթողոսին, քնած վեհարան շատ քեղեցիկ հանդիպումներ, Արամ Գաթողոս լորձնաշուրթն քաչալերեց Փաշինյան վարչապետին, ասելով որ նույնիսկ Արաքել Թավրիժեցի կգարտա եւ դառնալով իր միապաններուն ասավ դուք Թավրիժեցի գարտասացեք, դեսեք մեր վարչապետը։ Այս քովասանքներն հետո 2 տարի անցավ, սիրելիներ, Քարեքին Գաթողոսին հետ Արամ Գաթողոսն վարչապետին հրաժարականը պահանջեցին։ Հիմա մենք ինչպես կրնանք այս Փարսացիջան եկեղեցականներուն հավատալ։ Արդյոք սկզբունք ունին ասոնք, թե չունի, թե այս բոլորը վերեն հրանքված են։ Ըլլա են Արամ Գաթողոսին, ըլլա Քարեքին Գաթողոսին։ Վերադառնանք ժողովին։ Այս ժողովին նաև նույն դարձած է Բաքուի մեջ մեր հարազատ եղբայրներու քերությունը։ Հիմա ինգավ ծեր միտքը։ Հոգևոր այրեր 4 տարի է փանտնենադոնք։ 5-րդին պիտի հասնին։ Քարեքին Գաթողոս, Գիրիլ Գաթողոսը քումդերին բարեկամը դե։ Նույն շքանաշագիրն եք։ Գռնալ որ բամը չգրցակ հերացայնել Գիրիլ Բադերյալքին, որբեսի միջամը դե, որբեսի մեր հարազատ տղակը վերադառնան հայրենիք։ Ըլանանոնք Փարսաստիջան երկրի ղեկավարներ եւ գավ զինվորներ, որոնք այսօր դակավին գարտացի, որ գերց թադավարությամբ թադավարտված են մեծամասամբ Ցգյանս։ Ուր է իր Քարեքին Գաթողոս։ Ինչու չմիջամդեցիր։ Թունջեիր շքանշանը ստացողը Պուտինեն, նախագահեն։ Եղբայրը շքանշան ստացողներն չէր։ Ցայն Փարսացուցիկ բանջեցիկ, որ չի կարելի։ Մենք որ հավատարիմ եղած ենք Սերբեդության, այսօր մեր քերիները այդտեղ գդարաբին։ Ինչու այս բոլորը չերի։ Եվ հիմա քերակույն հոգևոր խորհրդի ժողովի մեջ որպես թե գմդացեք քերիներով։ 5 տարի անցեր է սիրելիներ։ Եթե պիտի մտածեիք, բամնեիք, մինչև հիմա ըրած պետք է լայի։ Նույն ադեն Արցախի ժառանգության հարցի մասին խոսած եք, որը զիս քիչ ավելիով փոթորգեցուց։ Ինչու։ Բազմիցս ասած ենք, որ հայկական եկեղեցիները արևանքված են եւ մզգիթներու կփոխվին։ Քարեքին Գաթողոս դակավին 2 տարի առաջ Գրիգորյան համալսարանի մեջ ազերիները ելույթ ունեցան ասելու համար, որ այդտեղի բոլոր ժառանգությունները աղվանական են, իրենք կգոչեն ալբանական, փողոք ներկայացուցիկ Վատիկանին, վերջերս Վատիկան կացիկ, որևէ փանսիկ փոփին։ Գամ այդ Գուջերոթի արքեպիսկոպոսը, որուն հովանավորությամբ եւ անոր հավանությամբ այդ ժողովը դեղի ունեցած է, որտեղ ինքն է պատասխանատուն։ Ծեր ելույթները մեկում մեջ կսեք, որ մոդեն գջանշտակ Գուջերոթի գարդինալը, որ 7 տարիներ Գովգացի պատասխանատուն եղած է, նվիրակ եղած է։ Գուջերոթին արդյոք փողոք ըրիք, որ այս ինչ եղձիկ է, որ ծեր քթին դակ կան մարդիկ, բատմապաններ եւ այդ բոլորի ներկայության հայտարարեք, որ ինչ որ գա Ադրբեջանի տարածքին հայկական չէ, այլ աղվանական է։ Հիմա գարցնակ այս բոլորի մեջ։ Հիմա ասելիք ունիք, բայց կորզական քայլ պիտի առնեք, ծեր փողոքը դեղ պիտի հասնի
Արդյոք ռուսացի եկեղեցին չգիտեր, որ այդ բոլորը հայկական են։ Նույնը չմտածավ Բաքուի մեջ, եւ որ arczepiskopos-ի ներկայության ըսվեցավ, որ Պարտողոմեոս Արաքյալը հայերուն չպատկանից։ Ով փողոքեց, սիրելիներ, հիմա նոր գարցնակ ծեր թմփիրեն։ Հետևաբար, հաջորդ նյութը բիդուզեմ այս ժողովի մեջ, որ ծևոմը նյութ եղած է, Դարոն Քահանա Հունանյան ինքնալ գարկալույս հրճակված է։ Գտեսնեք վեհապար, խոսքի ազատությունը ուր կհասնի։ Դեղ մի եկած է, որ այս բարգեշտ եկեղեցականները այլ չեն գրնար թիմանալ ծեր Ստալինյան ոճին։ Այս մենադիրութենեն պիտի հերանակ։ Դեղ մի գուկա, որ մարդիկ իրենց հաշիվ պիտի դան, քիշերը բարգացադեն պիտի ասեն, որ ես մինչև երբ ստրուկ պիտի ելամ։ Խոսքի ազատության մասին խոսիկ, չէ, գտադաբարդեք իշխանությունը, որ խոսքի ազատություն չկա։ Հաբաուր է խոսքի ազատությունը այն միապաններու մոտ, որոնք այս կանդարի է ստրգացած ելնելով իրենց ընտանեկան հաշիվներեն, մդի գրած են ցեզ այն հույսով, որ օրմը արևը գծակի։ Հետևաբար, այն ինչ որ այս քերակույն հոգևոր խորհուրդը կամ ժողովը որոշեց, օրինական չէ սիրելիներ, չի գրնար օրինական լալ, որովհետև ժողովը ինքը օրինական չէ։ Անոնք ովքեր գագնգալեն, որ օրմը արևը պիտի ձակի, Գդրիչ Ներսեսյանի դիեզերքի մեջ, եթե անշուշտ դիեզեր կարելի է ասել, միջավայրի մեջ, ավելի ճիշտ է, բոլորովին անիրադեսական է, ասեմ ինչու, որովհետև Գդրիչ Ներսեսյանը իր արյունագից նույնպես արյուն լված սերքերով օժդված շագերդյալ, օժդված եղբայրը, եզրասը եւ իրենց նման հանցակորձներ, որոնք Գաբրին Միշնաթարյան խավարամտության մեջ, քարանցավային մտայնությամբ առաջնորդվողներ եւ վարչապետ Փաշինյանը շատ իրավացի է եւ օրսավ Հայաստանից Արաքելական եկեղեցին կաթողիկոս չունի։ Միասին դիտենք եւ շարունակենք մեր զրույցը։ Ես չեմ ասել եպիսկոպոսներից մեկ ասել եմ եզրաս, ասել եմ Կտրիչ Ներսյանի եղբայրը, չէ, տենց եմ, չէ, այսինքն տենց չի, որ ես տենց ինչ որ անորոշ բան եմ ասել, ես նկատի եմ ունեցել, կարծեմ թե մի անունն էլ եմ տվել, եթե չեմ սխալվում ամբյոնից, ամենայն դեպս ես տենց եմ հիշում, որ եթե տենց շատ կոնկրետ անունը չեմ ասել, այն նկատառումով, որ այնքան պարզ եմ ասել, որ անունը եւս մեկ անգամ ճշգրտելու անհրաժեշտություն չկա եւ կարծում եմ, որ այն փաստաթղթերը, որ հրապարակված են, ակնհայտ է դարձնում, որ խորհրդային միության ժամանակներից այո նա հավաքագրվել է որպես պակ գործակալ եւ դա փաստ է եւ իմիջայլոց հարգելի գործընկերներ, ես էլի զարմանում եմ, որ այսքան մեր հարգելի լրագրողները այդքան քննարկում են այդ հարցը, բայց տենց պարզաբանում չի ակնկալվում ոչ Կտրիչ Ներսիսյանից, ոչ իր եղբորից, այդ փաստերի առիթով։ Ասենք հիմա Կտրիչ Ներսիսյանը երկու հարց պետքա պարզաբանել, երկու հարց, որը պետքա ունենա շատ կոնկրետ պատասխան։ Հարց 1. Եթե Կտրիչ Ներսիսյանը երեխա ունի, եւ այդ երեխան ծնվել է իր կուսակրոնության ուխտը ստանձնելուց հետո, ինքը կարող է լինել զբաղեցնել ամենայն հայոց կաթողիկոսի գահը։ Այս հարցը ինչի չի հնչում Հայաստանում։ Ասենք որը մեկ ինչի չի որևէ փորձագետի, մասնագետի մայր աթոռի ներկայացուցիչ այս հարցը տալիս։ Եթե նա ունենար պարզվի, որ ունի աղջիկ, կամ որևէ մեկը ով կուսակրոնության ուխտը ստանձնե, հետո երեխա է ունեցել, կարող է լինել կաթողիկոս, թե չի կարող։ Որովհետև այսօր իմ արձանագրումը ուզում եմ, որ ճիշտ լինի։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի։
Հայաստանի այս առաքելական եկեղեցին այսօր չունի կաթողիկոս։ Կա մարդ, որը ապօրինի ձևով գտնվում է այդ կարգավիճակում։ Ես այն օրը մի քննարկման ժամանակ հետևյալ օրինակն էի բերում, օրինակ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն է ասում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ կարող է լինել վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձը։ Հիմա եթե ասենք օրինակ պարզվի, որ ես բանի, չգիտեմ, ինչ երկիր, ուրիշ երկրի քաղաքացի եմ։ Եվ դրա հիմնավորումները ունեն անձնագիր եւ այլն։ Այդ պահի եւ այդ փաստի բերումով չեմ կարող ես վարչապետ լինել։ Նույն կերպ էլ կաթողիկոսը երեխա ունենալու բերումով չի կարող կաթողիկոս լինել։ Նա կտրիչ Ներսիսյան է, դրա համար ենք մենք ասում կտրիչ Ներսիսյան, որովհետև նա կաթողիկոս չի։ Ուրեմն վարչապետը շատ թիվուկ կերպով հստակեցուց, թե ինչի հիման վրա գսե, թե Հայաստանյաց առաքելական եկեղեցին կաթողիկոս չունի։ Թույլ տվեք, որ ես ավելցնեմ, ասելու, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցվո Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի Հովանիին դա կորձող թեմերեն ներս բազմաթիվ թեմեր թեմագալ առաջնորդներ չունին։ Սկսելով Արևմտյան Միացյալ Նահանգներու Արևմտյան թեմի թեմագալ առաջնորդության աթորը բռնազավթած Հովնան Դերդերյան Չարքեպիսկոպոսենը սկսած միջև վերջերս անալ իր քույնը հայտնի եղավ արևելյան թեմագալ առաջնորդ Մեսրո Բարսամյան arciepiskopos-ը նույնպես իր թեմքը իսկական թիմակիցը հայտնի եղավ իր էությունը եւ նույնպես Կանադայի թեմագալ առաջնորդ Հովագիմյանը նույնպես իր էությունը հայտնի եղավ երբ արար աշխարհի արչեւ իրենց խայդարագեցին եւ ամեն գերբ սդափարո գերբով փորձեցին քննադատել կամ դադարել հայկական pedagogian օրինաբաշտ ասենք ընթացքը երբ հայկական pedagogiությունը եւ իր օրինաբահ մարմինները ընդամենը միայն օրենքը կորզացրեցին երբ վերջերս ազատազրկեցին Գդրիչ Ներսեսյանի քրոջորդին որ Արաքազոտնի թեմագալ առաջնորդությունը կսպաղեցնե Մգրդիչ arciepiskopos-ը եւ վերջերս Էջմիածնի շրջանի մեջ նախընտրական բայկարի ժամանակ տեխնազույմը կորձունեությունը խափանելու հանցակործությամբ ազատազրկվեցան Գդրիչ Ներսեսյանի եղբայրը եւ եղբորորդին Եվ անշուշտ քիչ առաջ պեսոր Վարոն Մխիթարյանը նշեց այդ մյուս անձնավորությունները, որոնք արդարացի գերբով ազատազրկված են իրենց հանցակործություններուն համար, սա մենք պետք է հստակ գերբով ընդունենք, որ ընդամենը հայկական pedagogiությունը իր բարդականությունը կգործադրե հանդեպ իր քաղաքացիներուն, որոնք չարչարից մեծամասնությամբ Հայաստանից առաքելական եկեղեցվո հետևորդներ են։ Եթե հայկական pedagogiությունը իր բարդականությունը լիուլի չգադարե, ապա ուրեմն մենք բոլորս պետք է քննադատենք եւ դադարենք, բայց բարեփոխտապար իբադիվ Հայաստանի Հանրապետության իրավաբահ մարմիններուն բոլորնալ իրենց բարդականությունը լիուլի կգադարեն։ Իսկ վերադառնալով Հայաստանից առաքելական եկեղեցին կաթողիկոսությունի թեմային, շարունակենք նույնად միտքը եւ դարածենք այդ իրողությունը ներգա թեմագալ ասենք առաջնորդներու ճագերդյալ առաջնորդներու Հայաստանի Հանրապետությունից եւ ընդհանրապես նախկին սովետի դարածքին որտեղ թշպախտապար Հայաստանից առաքելական եկեղեցու օրենսդրությունը որ ժողովրդի կողմէ գնդրվին թեմագալ առաջնորդները եւ թեմագալ առաջնորդներուն ընդրող պատգամավորները նույնպես ժողովրդի կողմէ գնդրվին ըստ երևույթին
ռուսական բռնազավթման այդ Բոլոժենիա հասկացողության հովանի ներքո Գդրիչ Ներսեսյանը արդեն 25 տարի է ինքը անցամբ կնշանակի պատգամավորները իրեն ինքը անցամբ կնշանակի եւ դիտի չզարմանանք որ նույնիսկ եթե օրը բացահայտվի թեմագալ առաջնորդներու ճաշտոնները կվաճառի գրնալալ չէ ամեն ինչ հնարավոր է եթե սովետական կարգերու ժամանակ եւ նույնիսկ երկրորդ եւ երրորդ նահանգներու ժամանակ Հայաստանի Հանրապետությունն ներս ճաշտոններ կվաճառվեին պիտի չզարմանանք որ օրը հստակ է որ բացահայտվի որ նույնպես Գդրիչ Ներսեսյանը որ ինքը իր ճաշտոնը քնած է $20 միլիոն կաշառք շրջանառության մեջ տնելով 1999 հոկտեմբեր 27-ի աչարապաստիկ օրը երբ Լուիզ Սիմոն Մանուկյանը այն ժամանակվա հայ բարեգործական ընդհանուր միության ղեկավարը եւ անոր ամիջական գծորդ Բերսատ Սետրակյանը ամեն երբ միջև հիմա օրինակ Բերս Սետրակյանը միջև հիմա Սիլիբիլի գնե սիրապանությունը կշարունակի Գդրիչ Ներսեսյանի հետ քաչ իմանալով որ Գդրիչ Ներսեսյանը ռուսական բռնազավթման հայ եկեղեցու եւ հայկական pedagogical բռնազավթման համար առաջին կորձակալներն մեկն է եւ այսպես ուրեմն ժամը հասած է իրավարդին եւ մեր ժողովուրդը բարեփոխտապար զարթոնք կապրի եւ օրերը նույնպես հաշված են այն բոլոր կարեկին բ Գդրիչ Ներսեսյանի գողմե նշանակված կմահաճուկային համագարկով նշանակված թեմագալ առաջնորդերուն օրերը հաշված են իրենց օրերը եւ բարեփոխտապար մեր ժողովուրդը իր վարչապետով եւ իսկական հոգեվորական ծառայության գոչում ունեցող քահանաներով դեր Արամ Ասադրյանը դեր Տաթեն եւ մյուսները եւ ուրիշներ գմիանան ըստ երևույթին իբադիվ իրենց արդեն Հայաստանի Հանրապետության տարածքեն ներս արդեն երկու եկեղեցի ազատագրվեցավ եւ ադի շատ ուրախալի եւ շնորհավորանքի արժանի է որովհետեւ մենք պետք է ամեն դեր եւ հայկական եկեղեցին Հայաստանից արաքելական եկեղեցին եւ հայկական pedagogiությունը լիակատար կերպով ազատագրենք որովհետեւ այս ընթացքով աբակա չկա իսկ ինչ կվերապերի 5-րդ Շարասյան Ռսաստրուկ 5-րդ Շարասյան նորակույն քաչակորզություններուն պետք է ասել որ Դաշիր Սամոյի եղբոր դղան որ Ամերիկա եկած էր վերջերս եւ Կարլ ուրեմն Կարլսոնի հետ հանդիպում որ ունեցավ եւ անշուշտ բազմաթիվ աղբյուրներ կնշեն որ մեծ գումարներ դրամատրված էին որովհետեւ նարեկ գոչված այդ ջահել դղան որ Պինոկիոյի քիթը երևի գարժ բիդելա իպախտադություն իր սդաբադիր խոսակցության արդիվ ունեցած քիթին պետք է ասել որ Նարեկ Ղարաբեդյանը Դաշիր Սամոյի եղբոր դղան շատ վատ կորձունեություն արավ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներս երբ փորձեց հայկական pedagogical ամբողջ էությունը կարոքանտնել բայց իրականության մեջ ինքը կանտվեցավ որովհետև բարոն Քարլսոնի ելույթներուն գեդևին բազմաթիվ ամերիկահայեր եւ հուսախապ եղան եւ բարոն Քարլսոնեն եւ բարոն Նարեկ Ղարաբեդյանեն որովհետև իրենք շատ լավ իրազեկված են թե ինչպիսի օրեր գաբրի Հայաստանից արաքելական եկեղեցին Կարեկին բի եւ իր հորեղբորը նման իբրև թե բարերար սակայն ամենավատ համբավ ունեցող որպես հայեր եւ իրենց լուսանգարը $30 միլիոն գաշարքի միջոցով գախել տված են վեհարանի մեջը եւ ասի ուղղակի հայտարարություն է մեր ժողովրդին համար ասի Հայաստանից արաքելական եկեղեցու
վայել երևույթը չէ։ Եվ այս բարակային պետք է ասել, որ նույնպես Նարեկ Ղարաբեդյանին քաղաքական դաշտերս իր կորձունեության օրերն ալ հաշվված են։ Ինչպես որ բարոն Մխիթարյանը քիչ նշեց, թե քերակույն գրոնական խորհուրդը ինչպիսի անարդար կորձունեություն առաջ կդանի եւ ոչ իրավացի լիազորություններ գործունեած է, ըստ երևույթին նույնպես Հայաստանյաց առաքելական երեցին ոչ միայն կաթողիկոս չունի, այլ նաեւ քերակույն գրոնական խորհուրդ չունի։